Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է եթերում, մենք ողջունում ենք մեր բոլոր ունկնդիրներին և այսօր այն օրն է, որ մեզ կրկին հաջողվել է ուղիղ կապով զրուցել Մոսկվայում գտնվող մեր ծրագրի լավագույն բարեկամներից մեկի համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն գեներալ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Գիտեք, ես առաջին հարցը, որ ուզում եմ ձեզ ուղղել, շատ մեզ համար կարևոր է, որովհետև շատ մեծ թվով մարդիկ են այդ հարցով մեզ դիմել, որ դուք հայտարարել էիք, որ 1999 թվականին, դեռ 99 թվականին Միացյալ Նահանգների կողմից Փաշինյանը հավաքագրվել է որպես գործակալ եւ շատերն ասում են ինչու գեներալը միջև վերջ չի բացում փակագծերը, ինչու չի ներկայացնում այն փաստաթուղթը, եթե կա, որը վկայում է այդ մասին։ Խնդրեմ այս հարցով սկսենք մեր զրույցը։ Ճիշտն ասած, ես էլ եմ շատ նման հարցեր ստանում։ Այն մարդկանց, որ մեզ նամակներ է գրում եւ այլ, օրինակ չեմ ուզում անունը տամ, քանի որ Հայաստանում այսօր անուն տալը մարդիկ, որ հարցեր են տալի, կարող է այդ մարդկանց վտանգ սպառնա։ Օրինակ մեկը գրել է, որ պարոն Կարապետյան, ասենք հրաշք լինի ու համաձայնվի Նիկոլը ձեր պայմաններին։ Ու շարունակում եմ ձեր հարցը։ Ինչ ասում, դուք այդ փաստաթուղթը չեք հրապարակելու։ Գիտեք, շատ տեղերը ես էլ եմ կարդացել, որ ես ինչ-որ պայմանավորվածության եմ գնում, ես չգիտեմ ինչ եմ անում, ուրեմն ուզում եմ բոլորը իմանան։ Եթե ես ուզենայի գնայի պայմանավորության, ես ոչ մի հայտարարություն չէի անի։ Ոնց որ այն մարդիկ, որոնց այս անունները առժամանակ հետո կտամ։ Ոնց որ այն մարդիկ, որոնք դա իմացել են, դեռևս 2000-ների սկզբին, նույնիսկ կարող է նույն օրը 99 թվականին, եւ մինչեւ այսօր դա օգտագործում են իրենց օգտին։ Ոչ, ինչ որ ասել եմ, հրապարակելու եմ։ Խոսքը գնում է ուրիշ բաների մասին, այդ թվում։ Անպայման մենք դա հրապարակելու ենք։ Ուղղակի եկեք միացած մոդելավորենք։ Ասենք ես այսօր հրապարակեցի։ Ինչ է լինելու։ 2-3 օր խոսալու են, 4 օր խոսալու են, հա, հետո ինչ-որ սենց սկի գնա, չէ, ամեն ինչ ունի իր ժամանակը, պարոն Ղուշյան, ու մենք աշխատում ենք ոչ ստանդարտ մեթոդներով, մենք ջախջախելու ենք այդ թափթփուկներին, իհարկե քաղաքականորեն, հիմա վտանգավոր է, գիտեք, ասում եմ, բառ ես ասում, մեկ է գնում մի 5 քննիչ բանուգործ չունեն անելու, փողոցի հանցագործությունները թողած վերներ այդ բան են գրում, ու նույն մարդիկ են, ասեմ ձեզ, նույն մարդիկ, նորից եմ կրկնում, ամեն ինչ ունի իր ժամանակը, ես կարդացի բովանդակությունը, կարճ, կարդացի այդ բովանդակությունը այդ փաստաթղթից, բայց փաստաթուղթը բավականին ծավալուն է, բավականին ծավալուն է, ու մի թերթ չի, 2 թերթ չի, դա էլ ասեմ իմանաք, դրա համար ամեն ինչ կկանգնի իր տեղը, երբ որ մենք կհրապարակենք, այն ժամանակ մենք կունենանք այն ելքը, որը մենք ուզում ենք, այն ելքը, ես չեմ ասում, դա կարա լինի վաղ առավոտը, կարա լինի վաղ առավոտը չէ և վաղը երեկոյան, կապ չունի, պայմաններից ելնելով մենք դա անպայման հրապարակելու ենք, քանի որ հայտարարել եմ դրան ձև չկա։ Այդ թվում այն ձայնագրությունները, այդ թվում այն ամենը, օրինակ, հիմա գիտեք ինչ են հասել, հիմա հասել են նրան, որ բանից պարզվում է ես, լինելով գլխավոր շտաբի պետի առաջի տեղակալ, որի պատասխանատվության ոլորտում եղել են, ասենք, թիկունքային ծառայությունները, բուժ ծառայությունները, չգիտեմ այնտեղ եւս մի քանի նման ծառայություններ եւ բանից պարզվում է, որ զորքերը գլխավոր շտաբի պետի
առաջի տեղակալի իմ ուղակի ենթակայության տակ չեն եղել, բանից պարզվում ամս 12-ին կարող է նույնիսկ ես հրամանեմ տվել չկրակել։ Ինձ մեղադրանքներ են ներկայացնում, որի մեջ ես չեմ հասկանում, ինչ մեղադրանք է, ինչի մասին աղն մեղադրանքը։ Ես նորից եմ կրկնում, մենք անպայման հրապարակելու ենք ու հրապարակելու ենք այն պայմանների հիման վրա, որ մենք հասկանանք, որ այդ մարդը կալանավորվելու է։ Ես չեմ ուզում, սա դառնա հերթական այդ ջրի բանը։ Ինչ պետք է անի այդ մարդը։ Արցախը միանձնյա գնաց հանձնեց, ում է հարցրը։ Թող իր կողքի տեղականներից մեկը, թող իր կուսակցությունը հելնի ասի, որ մեր հետ խորհրդակցել է։ Թող հելն ասեն։ Գնացել է միանձնյա, Արցախը հանձնել է, հել եկեք։ Պարոն գեներալ, դե դուք նորից ասեցիք շատ կարևոր իհարկե ինֆորմացիա հաղորդեցիք, բայց այնուամենայնիվ փակագծերը չբացեցիք, դուք երևի ինչ որտեղ ճիշտ եք, որտեղ երկար տարիներ աշխատելով մեր, այսպես ասած, որ ժողովուրդ ավելի հասկանալի լինի մեր ռազմավետկայի ղեկավարը, դուք ավելի խաժատեղյակ եք ամեն ինչին։ Չգիտեմ, գուցե երբ դուք բացեք այդ փակագծերը եւ վերջնական փաստերը ներկայացնեք, ամեն ինչ էլ ավելի մաչելի կլինի, բայց ահա ձեր հանդեպ դուք գիտեք, հարուցվել է հերթական քրեական հետապնդումը, դուք որակեցիք դա որպես շինծու հերթական գործը, այդ մասին ինչ կարող եք ասել։ Ես եմ ստիպված ունեցել եմ այդ սկրինշոթերը, արել եմ այդ սկրինշոթերը, ուրեմն ես իմ հեռախոսի մեջ հաշվեցի մոտավորապես մոտ 30 հրաման, որի մեջ գրած է պատասխան չտալ։ Դա իր հրամաններն է։ Ես ձեզ մի հարց ունեմ տալու։ Պատկերացրեք դուք զինվոր եք, նստած եք խրամատում։ Ձեզ ասում են իրավիճակը չսրել։ Լսել եք, չէ՞ այդ բանը։ Ասում ես ասել եմ իրավիճակ չսրել։ Ձեր վրա հակառակորդը ելնում գալիս է։ Բայց միևնույն ժամանակ ինքը ասում է ես հրաման չեմ տվել, որ դուք հետ նահանջ տաք։ Փաստացի իրավիճակ չսրել, զինվորականը հասկանում է չկրակել։ Բացի դրանից, տեսակ ես ձեզ օրինակ բերեցի, պատասխան չտալ։ Ես այստեղ իրան զեկուցում եմ, որ հակառակորդը կրակել է եւ վիրավորել է մեր զինվորին, ինքը ինձ պատասխանում է, պատասխան չտալ։ Հիմա հարց եմ տալի, դուք խրամատում նստած եք, մեկ է տեսնում եք, մի 10 թուրք հելան ու գալիս են ձեր վրա։ Ինչ պյան է այդ զինվորը։ Երկու տարբերակ ունի, կամ պիտի գերի հանձնվի, կամ էլ պիտի հետ գնա։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Երրորդը պիտի կրակի, որը իրան արգելել են։ Հասկանում եք, իմ վրա շինծու գործ են սարքել ու տարբեր բամբասանքներից եմ իմանում։ Ես մինչև այսօր տեղյակ չեմ բուն մեղադրանքի մասին։ Մենք մինչև այսօր ես տեղյակ չեմ գործի մասին, մենք գործն էլ չենք ստացել։ Քրեական գործը չեմ ստացել, ես չեմ ծանոթ չեմ քրեական գործին։ Ես 21 թվականին մայիսի 12-ին եղել եմ ընդամենը գլխավոր շտաբի պետի առաջի տեղակալ։ Եվ ոչ մի իրավունք չեմ ունեցել ազդեմ հակառակորդի գործողությունների վրա։ Դա կարող լիներ մի դեպքում, գլխավոր շտաբի պետի առաջի տեղակալը կարող մի դեպքում իրավունքներ ունենա, երբ որ ինչ-ինչ պատճառներով գլխավոր շտաբի պետը ֆիզիկապես չկարողանար կատարել իր պարտականությունները։ Մնացած պայմաններում ես լիովին չեմ զբաղվել այդ հարցերով, ընդամենը քննարկումներ ա եղել, որին ես մասնակցել եմ, բայց ոչ մի որոշում կայացնող ես չեմ եղել։ Եվ մայիսի 12-ին իրենք մտել են
մի քանի ուղղություններով ինձ որպես ուշադրություն բանակցող ներգրավել են 3-4 օրից, այսօր չեմ հիշում կոնկրետ բանը, 3-4 օրից, փաստացի ամսի 12-ին իրենք մտել են և ամեն ինչ գրավել են, ով չի տվեք կրակելու, ինչի չեն դիմադրե դրան, երբ որ մի 250-300 հոգի մարդ են եղել ըստ շրջանառվող լուրերի, ապա այդ 250 հոգին ինչ պրոբլեմ կար, եկա միավորումը կանգնած ոչ մի գործողություն չի արել։ Ինձ համար հարց է։ Գնացեք տվեք մեր երկրի ղեկավարին։ Ինքը այսօր էլ է ասում, մենք ասում ոչ մի բաների համար, ոչ մի բանի համար չենք կռվելու, չենք սրացնելու իրավիճակը։ Հասկանում եք, ինձ համար պարզ չի։ Հələ մի հատ էլ ինձ ասում են, որ արդեն նույնիսկ սկսել են ինձ հեռակա դատել։ Ինչի համար։ Բամբասանքներից ասում են ինչ որ բանավոր ասել եմ, այս ինչը սենց արեք կամ բանավոր գնացեք ձեր կներեք սառը ջուր ընդունեք, առաջինը Կարապետյան Արշակը միշտ տվել է հակառակորդը առաջ գալուց հրամայել եմ կրակ բացել ու դա պարզ է, ես դա հանրային եմ արել պարոն Ղուշյան ու եթե ուզում են իմանան ի հակա այդ օրվա երկրի ղեկավարի հրամանի Իսկ եթե վերադառնանք, ես իմանայի պաշտպանության նախարար լինելու ժամանակ գոնե այդ փաստաթղթի մասին, որին մենք խոսեցինք առաջի հարցին, որ ինքը գործակալ է, հավատացեք, ես իրեն կկալանավորեի այն ժամանակ։ Այն ժամանակ իրեն կկալանավորեի։ Ինքը ես կասեմ Ուշադիր եղեք, պարոն Ղուշյան, 99 թիվ, հայտնի դեպքերը, հիշում եք, ես հարց եմ տվել, ծանոթ էիր դու այդ Նայրի Հունանյանի հետ, ինքը հարցին չի պատասխանում, ես այդ հարցերը իզուր տեղը չեմ տվել, 2008 թիվ, Զոհեր դաշտում, պարոն Ղուշյան, հարց եմ տալի ձեզ, ասենք, ինչ որ միտինգ, այսպես միտինգ է, հանրահավաք է, ու ոստիկանությունը ուզում է այդ հանրահավաքը ցրի։ Որ ոստիկանն է ուզում, ինձ ցույց տվեք այդ ոստիկանին, թող ելնի ասի, որ ինքը ուզում է, որ մարդ զոհվի իր գործողությունների ժամանակ։ Չեք գտնի այդպիսի ոստիկան։ Գտեք երկրի ղեկավար, որը կուզի հանրային այդ հավաքը ցրի ու այդ հավաքի մեջ մարդ զոհվի։ Ցույց տվեք այդ երկրի ղեկավարին։ Դա ինչ է նշանակում, որ այդ զոհերը ձեռնատու են եղել միայն ու միայն մի հոգու։ Մարտի 1-ի զոհերը, միայն ու միայն մի հոգու։ Գնացինք, շարունակեցինք հարցերը։ Գալիս ենք, հասնում ենք 18 թիվ։ Չնայած 16 թվին ասում են Կարապետյան Արշակը զեկուցել է, չի զեկուցել։ Պարոնայք, հարգարժաններ, ես ուզում եմ բոլորը տեղյակ լինեք։ Հայաստանի Հանրապետության հետախուզության ոլորտի գլխավոր մարմինը դա ԱԱԾ-ի հետախուզությունն է։ Այն հանձնաժողովի ժամանակ ԱԱԾ-ի հետախուզությունը հարցում են արել մի բառագրե, որ իրենք տեղեկություն չեն ունեցել։ Բայց Կարապետյան Արշակը, որը բազմից զեկույցներ է արել, Կարապետյան Արշակին են 2 անգամ կանչել այդ հանձնաժողով։ Ոչ մի անգամ Ազգային անվտանգության ծառայության հետախուզության պետին չեն կանչել, ինչի համար։
Հարց ունեմ։ Հարց չեն տվել։ Ինքն է գլխավորը։ Նույնիսկ եթե ես զեկուցեի, միջև նա չհաստատեր, այդ զեկուցը չպետք է ընկալվեր որպես 100%։ Մենք զեկուցել ենք եւ դրա մասին ասեց Բակո Սահակյանը մի 10 օրից, որ չեն հավատացել մեզ։ Ինչի չեն հավատացել։ Որտեւ ԱԱԾ-ի հետախուզություն տեղեկություն չի ունեցել։ Եկանք 18 թիվ։ Էլի ոնց որ թե նույն մարդն է։ Եկանք 20 թիվ, էլի նույն մարդն է։ Եկանք 23 թիվ, էլի նույն մարդն է։ Տեսեք 99-ից մինչև 23 թիվը ներառյալ Արցախի հանձնումը հələ այդքանն եմ ասում։ Նույն մարդը երևում է։ Ինչ եք կարծում, դա հանկարծակայություն է, դա ինչ է, ինչ որ համընկնում է, մեր մասնակիցությունում ասում են նման բան չկա, հետաքրքիր է այսօրվա պարլամենտական ապոզիցիան, հենց այդ թեմայով, շատ հետաքրքիր է, և քրեական գործով, և այդ առաջի հարցի ձեր վերաբերյալ, իրանք են, ավելի շատ իրանք են փրփռում, հարցա չէ, ասում եմ, նայեք 99-ը 23 թիվ և դուք միշտ կտեսնեք մի մարդու։ Հիմա հարց եմ տալի։ Ինչ եք կարծում, ինչ է այդպես։ Պարոն գեներալ, ինձ հա, բայց մեր ունկնդիրները այնուամենայնիվ ձեզանից սպասում են նոր բացահայտումների, դե ասում եք կգա ժամանակը կանենք, չգիտեմ ժամանակը երբ է գալու, Աստված որ որքան հնարավոր է դա շուտ գա, բայց ես ուզում եմ հաջորդ հարցս ձեզ ուղղել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է այսպես հաճույքով, որ շուտով առևտուր են սկսելու ադրբեջանցիների հետ եւ մեր ժողովուրդները լավ են ապրելու։ Ադրբեջանցիներն էլ Բաքվից ասում են, որ արևմտյան ադրբեջանցիների վերադարձը Հայաստան դառնում է ռեալ իրողություն։ Պատկերացնում եք, թե ինչ մարտահրավերների առջև այս ամենից հետո կարող է կանգնել Հայաստանը։ Իմ մոտ շատ մտահոգություններ կա այսօրվա այդ իրենց վարվող քաղաքականության հարցում շատ մտահոգություններ կա։ Գիտեք ինչ են անում, մարդկանց փող են խոստանում, ասում են փող կաշխատեք, կամ վախեցնում են։ Շատ պարզ տեխնոլոգիա է, մարդկանց իրար են հագցնում։ Տեսեք մեր եկեղեցականներին, ոնց են անում։ Եթե մի հատ ուշադիր մենք հետևենք, նույն բանն է ինչ որ բանակի գեներալիտետին։ Ինչ են անում, հագցնում են իրար, կոմպրոմատները բերում են, դնում են, ասենք, եկեղեցականի դեմը, կամ գեներալի դեմը, ասում են կամ գնում ես այս գեներալի վրա ցուցմունք ես տալի, կամ այս եկեղեցականի վրա ցուցմունք ես տալի, կամ էլ քեզ ենք նստացնում։ Այդ թիմը մեջից քանդում է։ Մեջը մտնում է մեջը, կներեք ոչիլի նման, ասենք ինչ որ համակարգ, որ աշխատում է, քանդում է։ Գիտեք, եթե մեր կատաղիկոսին, օրինակ, պետք է փոխեն այն մարդկանցից մեկի հետ, որը որ եղել է ընդունելության մեր երկրի ղեկավարի մոտ, ապա որպես հետախուզության պետ, կարող եմ այդ մարդկանց մասին այնպիսի բաներ պատմեմ, որ սաղի մազերը բիզբիզ կկանգնի։ Մի քանի հոգու մասին, որ այնտեղ նստա։ Եթե դրանցից մեկը պետք է լինի մեր ապագա կատալիկոսը։ Ասում եմ, մարդկանց քաշում է մի մաս, մասնատում է, իրար դեմ է սրում, իմ հայտարարությունից հետո էլի սկսել են տանել գեներալիտետի, ազգանունը գիտեմ։ Գրեք Կարապետյան արշակի վրա, գրեք Կարապետյան արշակի վրա, գրեք։ Հակառակ դեպքում կամպրոմատը դնում են դեմ, այս կամպրոմատով կետած կդատվես։ Գիտեք, Մարշալ Ժուկովին, որ
Ստալինը հեռացրեց աշխատանքից։ Բացի Մարշալ Բաղրամյանից, մնացած համարյա բոլոր գեներալներն ու մարշալները Ժուկովի վրա գրեցին Ստալինի պահանջով։ Բայց Ժուկովը շարունակում էր պայքարել։ Ես իհարկե ինչ չեմ համարում, չեմ ուզում համեմատեմ մարշալ Ժուկովի հետ, բայց մեր իրողությունը այսօր խոսում է դրա մասին։ Մասնատիր եւ իշխիր։ Իրար հագցրա եւ իշխիր։ Ինքը հետո նստում է, ասում է, դու ճիշտ ես, դու կմնաս, այն մյուսը ճիշտ չի, դու չես մնա։ Սա է մեր այսօրվա իրողությունները, բայց որ թերթը կարդում ես, բանից պարզվում է մեր այսօր Հայաստանում ամենաանձեռնմխելի մասն է, դա մարդասպանները նարկոտիկներով զբաղվել է, որտեղ բանա Չիկագոյա դարը, ամեն օր այդ ենք տեսնում։ Իսկ իր հայտարարությունը, որ տիպը փող կաշխատենք, դե մարդիկ եկել են այդ պաշտոնի, գիտեք, բանից, սեփական կատու էլ չեն ունեցել։ Այսօր տեսեք, ինչով են զբաղված։ Արտասահմաններում հանդիպումներ, շամպայններ են խմում միջոցառումների ժամանակ։ Թանգանոց հյուրանոցներում են մնում։ Անձնական ինքնաթիռներով են թռնում։ Հասկանում եք։ Սաղ կյանքը երազել են։ Եվ ցավոք սրտի պետք է ասեմ, որ բավականին գրագետ օգտագործում են փող աշխատելը։ Փող աշխատելը լավ բան է։ Պարոն գեներալ, դե Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը իր հնարավորություններին համապատասխան շարունակում է, այսպես ասած, ռազմական բարեփոխումները, բայց քանի որ Վաշինգտոնում ստորագրված այդ խաղաղության համաձայնագիր, ասեմ, թե ինչ ասեմ, այդ փաթաթից հետո ինչ որ իրավիճակ է փոխվել, այսօր իհարկե այս ոլորտում նույնպես լուրջ փոփոխություններ են կատարվել։ Ինչ ռազմական ծախսեր է այսօր պատրաստում անել մեր երկիրը եւ մեղմ ասած ինչ է մոտ ապագայում է սպասվում։ Պարոն Ղուշյան, ինքը հիշում եք ասեց, որ 8 միլիարդ դոլար ծախսելա զենք զինամթերք առնելու համար, հիշում եք, որ մեր պարտքը դրանից է առաջացել, հա։ Ես տալիս եմ իրենց կողմից հրապարակված օֆիցիալ տեղեկությունները, որը կոչվում է ռազմական կարիքների բավարարում, իրենց օֆիցիալ հայտարարությունն է։ Ուրեմն 19 թվին ռազմական կարիքների համար ծախսվել է 389.5 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ 19 թվականից մինչև 25 թվականի 9-րդ ամիսը իրենց տվյալներն եմ ասում։ Ռազմական կարիքների բավարարման համար ծախսվել է 3 միլիարդ 459 միլիոն 902 եւ 6000 դոլար։ Հարց եմ տալի, եթե ասում 8 միլիարդ ծախսվել է, բայց մնացած 4 միլիարդ 100 միլիոնը ուր է։ Այդ 4 միլիարդ ուր է։ Բացի դրանից, կարիքների համար ծախսը, այդ ծախսի մեջ մտնում է աշխատավարձը, մյուս ծախսերը, օրինակ կապված ինչ-որ տեխնիկայի սպասարկման հետ, արկա տեխնիկայի, ես 3 միլիարդը չի ծախսվե զենք գնելու համար։ Ես չեմ ուզում ասեմ, որ մեր բանակը սենց է կամ բանակը նենց է։ Մի բան է պարզ։ Ինչ ասում են, սուտ են ասում։ Ես ասում եմ իրենց տվյալների հիման վրա։ Կարամ տարեկան ասեմ ինչքան տարեկան պլանով ինչքան գումար են ունեցել։ Բացեք նայեք։ Նորից եմ ասում, բացարձակ սուտ է։
Բացարձակ։ Ոչ մի զենք, ոչ մի զինամթերք չկա։ Այսօր էլ բամուլում ինչ որ բան գնաց, որ մենք Հնդկաստանի ինչ որ ինստրիբիցիլներ ենք առնում, բան, հնդկական բոլոր կործանիչների այդ իրենց այդ բաները, մարկաները, մոդելները, հա։ Նույն ռուսական ավիացիայի քսերոքսներն են։ Կոպիաներն են ավելի վատ տարբերակով։ Հարց եմ տալի։ Ինչ են գնում կոպիան երբ որ կա օրիգինալը։ Չնայած ասում եմ, դա էլ եմ կասկածում, որտեղ նորից եմ կրկնում 5 տարվա ընթացքում ծախսվել է բանակի վրա 3 միլիարդ ու համարյա կեսից պակաս գումար։ Ակնհայտ սուտ է։ Ինչ երբ այդ բարեփոխումների մասին, պարոն Ղուշյան, ասեմ հետևյալը։ Հետաքրքիրը նա է, Վազգեն Սարգսյանի մահից հետո այդ բարեփոխում բառը տարի չկար եւ ամիս չկար, որ մենք չլսեինք։ Նորից եմ ասում։ Տարի չկար։ Իսրայելի Մասադի ղեկավարին, որ ստեղծել է Մասադը, իսրայելական հետախուզությունը, մի անգամ հարց են տալի։ Ասում են, երբ որ արդեն այդ Մասադը դարավ այսպես հզոր կառույց, հարց են տալի, ասում են, դուք կա բան, որ Մասադը վախենում է։ Ասում է, հա։ Ասում են, չից։ Ասում է, գաղտնազերծումից, դավաճանությունից և բարեփոխումներից։ Ով որ գալիս ասում է, բարեփոխում ենք անում, ինքը իրականում քանդում է բանակը։ Իրականում քանդում է։ Սպաներին իրար դեմ ասա, գեներալիտետին իրար դեմ է հագցնում։ Մենք իմիջիալոց ասեմ, երբ որ մենք ծառայում ենք, մեզ որ ասում էին բարեփոխում, մենք ասում ենք բարեկողումներ, կներեք։ Հիմա ամեն տարի լսում ենք, 18 թվականից լսում ենք, ինչ եկել են իշխանության, բարեփոխում։ Դե, պարոն գեներալ, ես պիտի ասեմ, որ այն սուտը կեղծիքը, որի մասին դուք ասում եք, ինձ վաղուց է հայտնի, ես ուզում եմ, որ մեր ունկնդիրներն էլ դա գիտակցեն, բայց ես մի խորհուրդ եմ ուզում տալ, դուք ասում եք, որ կան փաստեր, որոնք շուտով կհրապարակեն, կբացեք փակագծերը, շուտ արեք, այլապես դուք դրանով կարող եք վտանգել ձեր կյանքը, սրանք փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի վերացնեն այն մարդկանց, ովքեր կարող են ճշմարտությունը հանել ջրի երես։ Իմ խորհուրդը ձեզ, որքան հնարավոր է շուտ կատարեք այդ բացահայտումները, հասկացաք ասելիքս։ Ուզում եմ ասեմ հետևյալը, որ պարզ ու շիտակ, կապ չունի կամ, թե չկամ, դա հրապարակվելու է։ Ուղղակի ասեմ, իրանք կարող արագացնեն դա, այդ նման քայլեր ինչ որ ձեռնարկելու բանով։ Կներեք 33 տարի ծառայել եմ, ինչ եք կարծում, գոնե մի երկու անգամ իմ կյանքը վտանգի տակ երևի թե եղել է։ Ինչ կարծիք եք։ Իհարկե։ Դե դրա համար թող գնան ասում սառը ջուր լցեն վրները։ Ու նորից եմ ասում, կապ չունի, ես կամ, ես չկամ։ Կապ չունի, ես ելույթ կունենամ, ես ելույթ չեմ ունենա։ Գալու է ժամանակը ինքը իրան է դա դուրս գալու։ Եղավ, պարոն գեներալ, տասված այդ ժամանակը որքան հնարավոր է շուտ գա։ Սիրելի բարեկամներ, մենք հերթական անգամ ուղիղ կապով զրուցում ենք Մոսկվայում գտնվող մեր հանրաճանաչ անձնավորություններից մեկի համահայկական ճակատշարժման առաջնորդ գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ։ Այսօր այսքանը, մնացեք լավատես, ցտեսություն։